Ասում են Մղչյանի դպրոցում թմրանյութ են բաժան։ Ոնց հասկանանք։ Ներնեմ քեզ։ Չեք լսել գյուղում։ Լսել ենք, խառնվում եկել են տեղս չեն բերում։ Այն դպրոցի փողոցով եկամ 100 հատ ավտո, ասեմ 150 հատ ավտո։ Հիմի հավաքված են։ Հենց Ինչ հիմի։ մեքենաներ։ Սովորական։ Թե ուղղակի։ Ոստիկանության մեքենա էլ կար, ամեն տեսակ մեքենաներ բոլորս։ Ասես գնա, ասես թեկի դպրոց ես դլում։ Բայց դուք ինչ եք լսել։ Ասում են 12-րդ դասարանի աշակերտները 4-րդ դասարանի աշակերտներին են բաժանում։ Այ ապրես բալես։ Ինչ որ այդ մեկը իմ հարևանի թորն է։ Որ բաժանել է։ Հա։ Թե միրոպ։ 100 Չէ, միմբինլորնի տեղ բերել են ինչ-որ բաժանել են, ինչ են արել։ Այդ երեխան էլ տնից 100 եվրո է գողացել ինչքան տարելա, որ ինքն էլ վերցնի ինչ-որ ուրիշի տա։ Հա, դու հələ գնացեք դպրոցով ամեն ինչ կիմանաք։ Լիքն է, ասեմ, ասենց ապշած է մնացել, աղջկացնից տեղ էլ եկա աղջկացնին։ Բայց քանի հոգու են բաժանել։ Այդի չգիտեմ, մեռնեմ քեզ։ Շատերին ուզում եմ ասել։ Չգիտեմ, ինչ-որ շատ այլ է, որը տես խառնվել է, ամբողջ դասատ բանին հեռացրել են, ամբողջ դասատներին ասում հեռացնում են, էլի, դասարանից։ Տնօրենին առաջին տնօրենին են հանել, բոլոս։ Նորի աղջկատունը պատմեցին, ես խաբար չեմ, մենակ ասում այ բոլոս, այդքան ավտո ինչ գործներ է դպրոցի հայաթը, ասած բայ էտա վիճակը դպրոցի։ Դասատու չեն թողում դպրոցը, տնօրենին առաջի հերթին են հանել, մնացած սա։ Բայց ԿԳՄՍ նախարժանն է Անդրեասյանը պետք է պատասխանատու լինի այս ամեն ինչի։ Ախ ինչ իմանամ այ ներնեմ քեզ։ Իրա ենթակայության տակ է։ Ախ ինչ ասեմ այ ցավը տանեմ ես։ Կայքերից եմ լցել ես, դուրս էլ չեմ գալիս։ Մենք էլ նոր դպրոցից ենք գալիս, ճիշտն ասած ուսուցիչներն էլ հերքում են, ասում են նման բան չկա։ Դե ուսուցիչները պիտի տնօրենի բանը պահեն, այ ցավը տանեմ, ինչ պիտի պահեն։ Բայց ամբողջ գյուղն է խոսում։ Այս ոչ մեկն էլ գյուղացիները գող չեն տնօրենից։ Ինչ են խոսում գյուղում, որ բաժանել են 4-րդ դասարանի աշակերտները։ Ես այդպես բաներ չեմ լսել, բայց ի սկզբանե լսել եմ, որ տնօրենը նստած կաբինետը անգամ դեմքերով չի ճանաչում երեխաներին։ Ես ժամանակին երեխաներ եմ ուղարկել դպրոց։ Մենք տնօրեններ ենք ունեցել, Մհերյան Աշոտ։ Դե շատ խորք չեմ գնում, Կիրակոսյան Հարություն։ Նրանից հետո եկել է Աբակյան Աննա։ Բոլորն էլ լավ, ուսուցիչներ ամբողջ օր դպրոցը ներքևում կանգնած երեխաներին հսկել։ Ուսմասվար ունեինք Հակոբյան, Հասմիկ։ Այսինքն հիմա հսկողություն չի։ Չէ, ամբողջ օր վերևը նստած են, անցնես դառնաս մի հատ ուսուցիչ երեխաների չի տեսնում, իջնեն, հերթապահություն կա, բան կա, ջոկատավարներ ունեինք, ամբողջ օր հսկում էինք, ֆիզկուլտի ուսուցիչները։ Ես ինչքան անցել եմ, մենք մի հաջորդ տուն ունենք այն կողմի վրա, ես որ գնում գալիս եմ, ես մի ուսուցիչի չեմ տեսել ներքևում։ Իսկ թմրանյութերի մասին Այդ մասին տենց գյուղից եմ լսել, տենց խորքից չեմ իմանում։ գյուղում ինչ են ասում։ Դե ասում են երեխաներին բան են քսե քթներին, ես շատ եմ իմանում։ Մտես բաներ եմ լսել, ես տենց չէ։ Ուղղակի ես որ նախկինում երեխաներ եմ ունեցել դպրոցում, ես այդ դպրոցի օրինակելիության մասին եմ ասում, էլի, որ ինչքան օրինակելի դպրոց էր Մղչյանի դպրոցը։ Ասում են հիմա ուսուցիչներին հեռացնում են աշխատանքից այս թեմայի հետ կապված։ Էդի չեմ լսել, բայց լսել եմ, որ յանեմ տնօրենին պիտի հեռացնեն։ Հիմնականը դե տնօրենից է գալի, ուսուցիչներն ընդեղ ինչ տնօրենը պիտի հրահանգի, իջեք ներքև հսկող, մանավանդ որ հիմիկվա երեխաները այցավ տանեն, ինչ են։ Դուք ինքներդ էլ գիտեք, հիմիկվա սերունդը ուրիշ կարգ է, ավելի խիստ հսկողություն պետք է սահմանվի այդ երեխաների վրա։